Երանի սգավորներին, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Մխիթարիչը Սուրբ Հոգին է, ինչպես մեկ ուրիշ տեղ մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. լավ է, որ ես գնամ, որտեղ երբ որ գնամ, ձեզ մոտ կուղարկեմ մխիթարիչին, որ ձեզ կպատմեն ամեն ինչ, որ ես խոսել եմ։ Սուրբ Հոգին Քրիստոսի համբարձումից հետո դարձավ եկեղեցու առաջնորդող, քրիստոնյաների փարոսը դեպի երկնքի արքայություն։ Սուրբ Հոգին միշտ մշտապես բնակվում է մկրտված Տիրոջը հավատացող քրիստոնյաների մեջ եւ նա է, որ մխիթարում է մեզ։ Ովքեր են սգավորները եւ ինչպես պետք է մխիթարվեն սգավորները։ Տեսեք, երբ որ մենք գնում ենք հուղարկավորության, մեր բարեմաղթանքն է Սուրբ Հոգով մխիթարվեք, որտեղ ուրիշ մխիթարանք մենք չունենք։ Ինչքան էլ դու գեղեցիկ խոսքեր ասես, ինչքան էլ դու ասես, խոսես, չի մխիթարվում մարդը։ Ներքին մի մխիթարություն պետք է լինի։ Դրա մասին է մեր Տերն ասում, թե լավ է, որ ես գնամ եւ մխիթարիչը ձեր մոտ գա եւ նա ձեզ ամեն ինչ կուսուցանի, որտեղ ձեր մեջ պետք է բնակվի եւ ձեր մեջ ձեզ հետ պետք է լինի։ Իսկ ովքեր են սգավորները, տարբեր տեսակի սուգ կա մեծվածքի կորստի սուգ, կա մարդկային կորստի սուգ, կա սուգ, որ մեղքերի քավության թողության համար, կա որ մեր զավակների, մեր բարեկամ հարազատների իրենց նեղ ու դժվար վիճակից դուրս գալու աղոթքն է, սուգն է։ Եվ ինչ սուգ էլ որ ուզում է լինի, մենք Սուրբ Հոգով պետք է դուրս գանք, բայց լավ կլինի, որ մեր սուգն էլ իմաստավորված լինի։ Պետք չէ սգալու նվացվածքի կորուստի համար, ասում է Հոբ երանելին։ Աստված տվեց, Աստված տարա, օրհնյալ լինի Տիրոջ կարգը։ Անգամ երկար պետք չէ սգալ ննջեցյալի վրա, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, երկար մի սգացեք ձեր ննջեցյալի վրա, մխիթարվեք Սուրբ Հոգով, հանձնեք Տիրոջ։ Մեղքերի համար պետք է սգալ, արտասվել, լացել եւ կրկին մխիթարվել։ Ինչու՞, որովհետեւ Աստված մեր մեղքերը ներում է եւ այս մխիթարությունը Սուրբ Հոգու մեզ տալիս է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ուրեմն տեսեք, Պողոս Արաքյալն ասում է. ես ուրախ եմ, որ դուք տխրեցիք, սգացիք, բայց ուրախ չեմ, որ տխրացիք, սգացիք, այլ ուրախ եմ, որ ըստ Աստծո տխրեցիք։ Ուրեմն կա ըստ Աստծո տխրություն եւ կա ըստ աշխարհի տխրություն։ Ասում է, ըստ Աստծո տխրությունը ուրախություն է բերում, ըստ աշխարհի տխրությունը մահ է բերում։ Երբ որ մարդը չափից ավել սգում է ննջեցյալի վրա, մարդկային կորստի կամ ունեցվածքի կորստի վրա եւ չի մխիթարվում Սուրբ Հոգով, այդ տխրությունը տանում է հոգևոր մահվան, ինչպես որդեգորույս մայրերը կամ ծնողներին կորցված զավակները չափից ավել երբ որ սգում են ու չեն մխիթարվում Սուրբ Հոգով, չեն մխիթարվում, մարդիկ գնում են դեպի հուսահատություն, որտեղ մարդու հոգին, մարդու սիրտը շատ նուրբ է եւ երկար չի կարողանում տխրությունը տանել, չի կարողանում դիմանալ տխրությանը։ Դրա համար անմիջապես Սուրբ Հոգին մխիթարում է մեզ։ Մենք արագ պետք է դուրս գանք տխրությունից։ Պետք է տխրության մեջ էլ գերիշխի մխիթարությունը, որտեղ երանի սգավորների, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, իսկ սուգի մեջ ինչ երանություն։ Սուգի մեջ երանությունը մխիթարությունն է, ոչ թե սուգն է երանությունը։ Դրա համար է մեր Տերն ասում. երանի սգավորներին, որտեղ նրանք պետք է մխիթարվեն,
Մխիթարությունը պետք է գիրիշխի սուքի մեջ եւ սուքի միջոցով մխիթարությունը պետք է գա։ Աշխարհը այնպես է ստեղծված, որ առանց սուքի չկա։ Ադամի դրախտից վտարվելուց հետո մարդու համար վճիռ կայացվեց։ Տղամարդու համար երեսի քրտինքով հաց ուտես, կնոջ համար երկունքի ցավերով զավակ ունենաս։ Թե երեսի քրտինքով հաց ուտելը եւ թե երկունքի ցավով զավակ ունենալը սուք է, տխրություն է։ Բայց Տիրոջ այս սուքի տխրության մեջ մխիթարություն կա, որտեղ Աստված այդ վճիռը կայացնել։ Երեսի քրտինքով հաց ուտելը եւ երկունքի ցավով երեխա ունենալու վճիռը Աստված է կայացրել եւ ինքն էլ մեզ մխիթարում է։ Նեղությունից դուրս է բերում Աստված, փորձություն է թույլ տալիս, ոչ թե չի փորձություն, բայց նաեւ փորձությունից դուրս գալու ելքն է ցույց տալիս։ Աստված սուք է տալիս, բայց սուքը մխիթարում է Սուրբ Հոգով։ Ուրեմն մենք ավելի շատ ոչ թե սուքի վրա պետք է սևեռվենք, այլ պետք է Սուրբ Հոգու մխիթարությամբ մխիթարվենք։ Մենք պետք է տեսնենք, որ այդ ամեն նեղության դժվարությունների մեջ Աստված մեզ հետ է, երբեք մեզ չի լքել, մեզ պահպանում է։ Մի մարդու կյանքը վերջանում է եւ իր կյանքի ամբողջ ընթացքը ոտնահետքերով տեսնում ենք, գնում է կյանքի ճանապարհ։ Երկու ոտնահետքեր են։ Ինքն է քայլում եւ կողքից Քրիստոս է քայլում։ Եվ կյանքի ամենադժվարին պահով ոտնահետքը դառնում է մեկ։ Եվ հարցնում է այդ մարդը, ասում է՝ Տեր, այս դժվար ու նեղ պահին դու ինձ լքեցիր։ Քրիստոս ասում է՝ ոչ, այդ քո ոտնահետքերը չեն, այդ իմ ոտնահետքերը, քեզ գրկած եմ տանում։ Ճիշտ այդպես էլ այդ նեղության ու դժվարության մեջ Սուրբ Հոգին մեզ մխիթարում է, մեզ ավելի է գգվում, մեզ ավելի է սիրում։ Ասում է Աստված երկնքից երկիր է նայում բոլոր նեղյալներին, բոլոր տանջվածներին, չարչարվածներին, աչքի բիբով է նայում, որտեղ որ կա ծափ, ծիծաղ, որտեղ Քրիստոսին չեն փնտրում, չկա այնտեղ Աստված։ Դա բայց մարդիկ չեն տեսնում Աստծուն, որտեղ կա նեղություն, ասում է ավելի լավ է գնալ սքո տուն, քան խնջույքի տուն։ Ինչու՞, որովհետև սքո տանը մարդիկ Աստծուն են փնտրում։ Իսկ խնջույքի տանը ով է Աստծուն փնտրում։ Ուրախություն, ծափ, ծիծաղ։ Նեղության մեջ Աստված ավելի մոտ է։ Սքի մեջ Սուրբ Հոգին է մխիթարում։ Միայն այդ սուքը պետք է իմաստավորված լինի։ Սուրբ Հոգով պետք է գերակշռի Սուրբ Հոգին սուքի մեջ։ Եվ եթե ըստ աշխարհի ենք մենք տխրում ու տրտմում, ապա Սուրբ Հոգին չի իշխում։ Եվ մենք հուսահատության ենք գնում։ Ուրեմն մեր սուքը երանելի կլինի, եթե Սուրբ Հոգու մխիթարությունը ավելին լինի, քան մեր սուքը։ Թող Սուրբ Հոգին մեզ մխիթարիչ լինի մեր սուքի ու տրտմության մեջ։ Ամեն։